Արայիկ Հարությունյան, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար։ Արայիկ Հարությունյանի վերջին 4 տարիների տարեկան հայտարարագրերի վերլուծությունը մի շարք լուրջ կոռուպցիոն ռիսկեր է բացահայտում։ Ջերմո գրուպի հետ կապերը։ Հիմնական եւ առավել անհանգստացնող դրվագը նրա ֆինանսական կապն է Ջերմո գրուպ փակ բաժնետիրական ընկերության հետ, որը 2025 թվականին կառավարությունից 102.6 միլիոն դրամի չափով մաքսային արտոնություններ է ստացել։ 2021 թվականին կառավարությունում բարձրաստիճան պաշտոն զբաղեցնելուց կարճ ժամանակ անց Արայիկ Հարությունյանը տվյալ ընկերությանը տրամադրել է 7.223.902 դրամի անտոկոս վարկ, չնայած որ վարկառուի հետ հարաբերությունների բնույթը հայտարարագրում չի բացահայտվում։ 2024 թվականի դեկտեմբերին նա նույն ընկերությունից բնակարան է գնել 36.323.902 դրամով։ Գործարքների նման հաջորդականությունը կարող է վկայել թաքնված փոխհատուցման, գույքի շուկայական արժեքի նվազեցման կամ շահավետ գործարքի ներքո քողարկված կաշառքի մասին։ Անձնական ակտիվների և գույքի աճ։ Միևնույն ժամանակ գրանցվում է անձնական ակտիվների արագ աճ։ Ձեռքբերումների զգալի մասը կատարվում է խոշոր հիփոթեկային պարտքի ֆոնին, որի մնացորդը մշտապես գերազանցում է 27 միլիոն դրամը։ 2022 թվականին Հարությունյանը Կոտայքում ձեռք է բերում հողամաս 8.320.000 դրամով։ 2024 թվականին Տավուշում ձեռք է բերում ևս մեկ հողամաս 1.215.000 դրամով, ինչպես նաև վերոնշյալ բնակարանը Երևանում 36.323.902 դրամով։ Միայն 2024 թվականի ձեռքբերումների ընդհանուր արժեքը գերազանցում է 37.5 միլիոն դրամը, մինչդեռ պաշտոնյայի հայտարարագրված տարեկան եկամուտը կազմում է մոտավորապես 26-27 միլիոն դրամ։ Թաքնված ծախսեր։ Լրացուցիչ հարցեր է առաջացնում 2024 թվականին գրանցված 5.461.356 դրամ միանավակ ծախսը, որի նպատակը բացահայտված չէ։ Շահերի բախում։ Չնայած կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնին Արայիկ Հարությունյանը 2024 թվականի հայտարարագրում նշված է որպես Armenpress պետական տեղեկատվական ընկերություն փակ բաժնետիրական ընկերության հիմնադրի ներկայացուցիչ։ Ուղիղ խոսենք, պարոն Հարությունյան։